Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում, Փարիզի մոտ, Թուրքիայի կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան և Հայաստանի միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը որպես պայմանագրի մասնակից պետություն դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապա ռազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան կորցնում էր ամեն ինչ։ Թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից պետությունների իրավունքը ռազմական ատյանին հանձնել ոճիր գործած թուրք պետական պաշտոնյաներին, այդ անձինք պատասխանատու էին կատարված ջարդերի համար և դաշնակիցները կարող էին ատյան նշանակել նրանց դատելու համար։ Հայաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք պիտի ունենար դեպի Սև ծով։ Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր բոլոր խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին Հայաստանի սահմանները որոշելիս։ Վուդրո Վիլսոնը իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց 1920 թվականի նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների 2/3-ը, Էրզրումի ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը, ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90,000 քառակուսի կիլոմետր։ Միավորվելով Անդրողասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ, հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160,000 քառակուսի կիլոմետր տարածություն դեպի Սև ծով ելքով։ Սակայն այս հրաշալի պայմանագիրը, որը եզակի նշանակություն պիտի ունենար հայության համար, մնաց թղթի վրա։ Դա արձանագրում են հայ պատմագետները, արձանագրում են հայ քաղաքական գործիչները, և տեսնենք ինչ են ասում նրանք։ Սևրի պայմանագիրը չվավերացվեց սուլտանական կառավարության կողմից։ Շատ զարմանալի պիտի լիներ, որ վավերացվեր թշնամի պետության կողմից։ Երկրորդը, էլի մեր քաղաքական գործիչներն են ասում և պատմաբանները։ Քեմալականները դիմեցին այդ պայմանագրի հաստատմանը կանխող բոլոր միջոցներին, այսինքն խանգարեցին։ Սա է շատ բնական է, այլապես ինչով պիտի նրանք հաստատեին, որ իրենք քեմալականներ են։ Հաջորդը, թուրքերը արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Սա նույնպես բնական է, որովհետև թշնամի պետությունը ամեն ինչ պիտի աներ Հայաստանին այդ ճակատագրական պահին, հաղթական այդ պահին վնասելու համար։ Բայց ինձ զարմացնում է, սիրելի բարեկամներ, այլ բան։ Մեր պատմաբանները, մեր քաղաքական գործիչները խոսում են միայն թշնամու կատարած քաղաքական քայլերի մասին և ոչինչ չեն ասում մեր կատարած քայլերի մասին։ Ավելին, հաջորդ տարվա ընթացքում նշում են մեր քաղաքական դեմքերը, քեմալականները հասան Սևրի հաշտության պայմանագրի սառեցմանը, ոչ վերացմանը։ Պայմանագիրը չի վերացվել, նա անժամկետ է, նա այսօր էլ գործում է։ Բայց ահա 6-7 կետեր նշեցի, որ արել են օտարները, մեր հակառակորդները, և ոչ մի կետ, դուք պատկերացնում եք, ոչ մի կետ չկա, որ գործել են մերոնք, ինչ-որ մի բան են արել այս ուղղությամբ։ Ինչ է սա նշանակում։ Ինչով են զբաղված եղել մեր քաղաքական դեմքերը, ով է որ պիտի պատասխան տա, թե նրանք միայն խոսել են այդ տարիներին, հավանաբար միայն խոսել են, ինչպես այսօր են խոսում, և ոչ մի գործ հայրենիքի ճակատագրական այդ պահին մեր համար օգտակար վճռի հասնելու համար։ Այսպիսով Սևրի հաշտության պայմանագիրը շատ փակագծեր է բացում։
մեր քաղաքական գործիչների անգործության մասին։ 1871 թվականից ֆրանս-ամերիկյան հարաբերությունները հայտնվեցին լուրջ ճգնաժամի մեջ։ Պատճառն այն էր, որ ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները բավականին զուսպ, նույնիսկ անտարբեր դիրքորոշում որդեգրեցին դաշնակից Ֆրանսիայի նկատմամբ։ Որոշ ամերիկացի պետական գործիչներ ու քաղաքագետներ սկսեցին անվստահությամբ վերաբերվել ֆրանսիական կառավարությանը, քանի որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը աստիճանաբար նախապատվություն էր տալիս այն պետություններին, որոնք ունեին կայուն, ժողովրդի լիակատար վստահությունը վայելող կառավարություն եւ ամուր պետական համակարգ, ինչպիսիք էին օրինակ Անգլիան, Գերմանիան եւ այլն։ Այս պայմաններում ֆրանսիական պետական եւ քաղաքական գործիչների կարևորագույն խնդիրներից մեկը դարձավ Ֆրանսիայի եւ Ամերիկայի միջև նախկին բարեկամական հարաբերությունների վերականգնումը եւ ամրապնդումը։ Քանդվող դաշնակցային կապերը պետք էր վերականգնել։ Այդ նպատակով Ֆրանսիան որոշեց շատ հետաքրքիր մի բան՝ ձեռնարկել մեծ նվիրատվություն Միացյալ Նահանգներին։ Այդպես ծնվեց ազատության արձանի գաղափարը։ Արձանի լրիվ անունն էր ազատությունը, որը լուսավորում է աշխարհը։ Ազատության արձանի հեղինակն էր Ֆրեդերիկ Բարտոլդին։ 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Միացյալ Նահանգները նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից այդ արձանը, որը ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհրդանշում է հռոմեական վիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինը աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը 1776 թվական հուլիսի 4։ Ոտքերի տակ ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների եւ ազատության խորհրդանիշ։ 1875 թվականին առաջարկվեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, սակայն ծախսերը այն աստիճան մեծ դուրս եկան, որ դա վեր էր անգամ կառավարության հնարավորություններից։ Սկսվեց համազգային մի դրամահավաք, որը նույնպես արդյունք չտվեց, եւ աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Նյու Յորք World-ի հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերը փորձեց խնդիրը լուծել նվիրատուներ հայթայթելով, նույնիսկ այս քայլին են դիմել։ Շարժում սկսվեց, որը համախմբեց 120,000 հովանավորների, նվիրաբերում էին ով ինչ կարող էր, ով որքան կարող էր, շատերը անգամ նվիրաբերեցին $1 պակաս գումար, բայց նվիրաբերեցին, համաժողովրդական շարժում էր, Ֆրանսիան ուզում էր վերականգնել իր դաշնակցային հարաբերությունները աշխարհի մեծագույն պետության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ողջ աշխարհն էր հետևում այդ մեծ ու աննախադեպ ծրագրի իրականացմանը։ Արձանը ձուլվեց Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվեց փայտե մեծ արկղի մեջ, կտրելով ու անցնելով ծովեր։ Արձանը տեղակայված է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Liberty Island կղզում։ Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես թանգարանը։ Ահա բարեկամներ, մի շատ հետաքրքրական պատմություն այն մասին, որ ինքնին դաշնակիցներ բնության մեջ չեն լինում, դաշնակիցներ ստեղծվում են, բարեկամներ ձեռք են բերվում։ Պետությունը, պետության ղեկավարը, երկրի ղեկավարը ոչ թե պիտի բողոքի, այլ պիտի լարված աշխատի, որ ամրացնի դաշնակցային կապերը, այլ ոչ թե անմտորեն քանդի դրանք։ Մի անգամ Գառնանը անասելի շոկ մայրամուտին Մոսկվայում պատրիարքական լճի մոտ երկու քաղաքացի հանդիպեցին։
Գրողների միության նախագահ Միխայիլ Բերլիոզը եւ բանաստեղծ Արտարոց անունով Իվան Անապաստանը։ Քիչ հետո նրանց զրույցին խառնվում է մի տարօրինակ այցելու, որ ինչպես հետո պիտի պարզվի Վոլանդն էր, երկիր իջած սատանան։ Նա, ով հավիտյան տենչում է չարիք գործել, բայց անհայտ հեռուներից իջել էր 20-ական թվականների Մոսկվա, պատժելու համար չարագործներին։ Այսպես սկսվում է աշխարհի լավագույն վեպը, իմ ամենասիրած գիրքը, ռուս հանճարեղ գրող Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»։ Անփորձ ընթերցողի համար այս վեպի ընթերցանությունը կարող է վերածվել իսկական փորձության։ Բանն այն է, որ բոլոր տեսաբանները եւ բոլոր ընթերցողները անգամ բառերն ու արտահայտությունները թվում են անհասկանալի, բացատրությունների կարիք է զգում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր գլուխ, գործողությունները արագ տեղափոխվում են 20-ական թվականների Մոսկվայից մինչև բիբլիական ժամանակներ, երբ երկրի վրա իր աշակերտների հետ շրջում էր Աստծո որդին, իսկ Հայաստանում տեր ու տիրակալ էր դաժան Պոնտացի Պիղատոսը։ Ինչու էր Բուլգակովը ընտրել հենց Պիղատոսի ժամանակաշրջանը, ով նենգաբար լռեց եւ ամբողի դատին հանձնեց, փաստորեն մահվան դատապարտեց Աստծո որդուն։ Ինչու են այնքան նման 20-ական թվականների Մոսկվան եւ Պիղատոսի ժամանակները։ Ինչու են կրկնվում նույն տեսարանները, յուրաքանչյուր գլուխ սկսվում է ճիշտ նույն պատկերով, որով ավարտվում է նախորդ գլուխը, բառացի կրկնվում են մի քանի տող։ Ինչու է այդպես։ Ինչու վեպի ավարտին ազնիվ ու տաղանդավոր գրողը, որին Մարգարիտան վարպետ էր կոչում, նկատի ունենալ նրա բացառիկ տաղանդը, այդ դեպքում երբ վարպետը բոլորի կողմից մերժված ստեղծագործող էր, ահա այդ վարպետը արժանացավ ոչ թե լույսի, այլ ընդամենը հանգստի։ Այս եւ նման հարյուրավոր հարցեր կան, որ կարոտ են պարզաբանման, եւ մեր հաղորդաշարը սկսում է քննարկումների մի շատ հետաքրքիր շարք, նվիրված աշխարհի ամենախորհրդավոր վեպին։ Բարեկամներ, ձեռք բերեք այս գիրքը, խոսքը Վարպետը եւ Մարգարիտան վեպի մասին է։ Դուք դրանով հնարություն կունենաք մասնակցելու մեր քննարկումներին։ Դրանցով էլ այդ քննարկումներով մենք կբացենք հայ եւ համաշխարհային գրականության ընթերցումների երկար սպասված շարքը, այսինքն ամառային ընթերցանության շրջանը։ Բուլգակովը, սիրելի բարեկամներ, այս վեպը սկսել է գրել ուղիղ 100 տարի առաջ, այսինքն 20-ական թվականների այս շրջանը վեպի գրության 100-ամյա տարեշրջանն է։ Ահա այս առիթը օգտագործելով սկսում ենք կարդալ Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»։ Այսօր շատերն են գրում եւ շատ են գրում։ Եվ հակագեղարվեստական, հակագեղագիտական այս աղմուկի մեջ մոլորվել է մեր հայ ընթերցողը։ Իսկապես, ժամանակակից ստեղծագործողներից, ժամանակակից հեղինակներից ում կարող ենք կոչել իսկական գրող։ Ես միտումնավոր կերպով գործածեցի հեղինակ եւ ստեղծագործող տերմինները, քանի որ գրողը պատվանուն է օգտագործելու միայն իսկական տաղանդի արկայության դեպքում։ Իսկ ինչ չափանիշ ենք առաջարկում, ինչ միջոց իսկական տաղանդին ապա շնոր միջակությունից տարբերելու համար։ Չափանիշները շատ են։ Այսօր ձեզ պիտի ներկայացնեմ միայն մեկը այդ չափորոշիչներից՝ դասական դեմքերի, գրականագետների, ավագ գրողների կարծիքը երիտասարդի մասին։ Սա շատ կարևոր է գրականություն մտնելու համար։ Հիշում ենք Վահան Տերյանի գրական մուտքը եւ այսպես 1907-1908 թվականներ 1908-ին լույս է տեսնում Մթշաղի անուրջները, իսկ 1907 թվականին Վահան Տերյանը այդ գրքի ձեռքին գնում է
ավագ գրողների մոտ ձեռագիրը ցույց տալու։ Ստեփան Զորյանը, երբ գիրքը լույս տեսավ, շատ պատկերավոր էր ներկայացրել այդ տարին 1908 թվականը, մթնշաղի անունները արդեն լույս է տեսել։ 1908-ին, հիշում է Զորյանը, Վահան Տերյանի երկրպագուներին թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք, երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա, ասում է Զորյանը։ Օդը լիքն էր Տերյանով, ինչ բառեր են, ինչ ոգևորություն կա Զորյանի հուշերի մեջ։ Երիտասարդության խոսակցության նյութը ամենտեղ նրա բանաստեղծություններն էին, Տերյանի բանաստեղծությունները, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց մթնշաղի անուրջները։ Երիտասարդ Տերյանի համար միայն ընթերցողների կարծիքը իհարկե բավարար չէր, եւ նա դիմեց իր մեծահամբավ ժամանակակիցներին Թումանյան եւ Իսահակյանին նրանց կարծիքը իմանալու համար։ Թումանյանի կարծիքը շատ որոշիչ էր։ Դուք բանաստեղծ եք, ասել է Հովհաննես Թումանյանը։ Ես ուրախությամբ ողջունում եմ ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք։ Այսպես գրկաբաց ընդունեց երիտասարդ Տերյանին անվանի բանաստեղծը, ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանը։ Տերյանին ջերմորեն գնահատում էին նաև գրողների միությունում։ Հիշեք, գրողների միության կարծիքը շատ էական նշանակություն ունի այս պարագայում։ Նա չափանիշ է, այո, չափանիշ է, եթե գրողների միությունում հավաքված են անվանի դեմքեր, բարձր պատասխանատվությամբ ու բարձր չափանիշներով առաջնորդող մարդիկ։ Ահա մի կարծիք, որը հնչել է 1908 թվականին հայ գրողների ընկերության հավաքի ժամանակ, որի նախագահն է, ինչպես գիտեք, Հովհաննես Թումանյանը։ Ասվել է. Տերյանը հրատարակեց իր մթնշաղի անուրջները ու առաջ եկավ հայ պոեզիայի երրորդ նորագույն շրջանը, այսինքն Տերյանը դարձել է իր առաջին գրքով մի նոր շրջանի սկզբնավորող, այո, գրողների միությունը այդ կարծիքն է ունեցել։ Եվ այդ մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք այսօր հայ գրողների ընկերության մեջ։ Այս խոսքերի հեղինակը նախագահն է Հովհաննես Թումանյանը։ Ահա եւ մեր գրական մյուս մեծության Ավետիք Իսահակյանի կարծիքը երիտասարդ Տերյանի մասին։ Հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ անթերի ձևերի մեջ, շատ դիպուկ է նկատել Իսահակյանը։ Իսկական քնարերգությունը սա է, հայտարարել է անվանի բանաստեղծը, մաքուր լիրիկա, հիմա քո հազարն է։ Ինչ է նշանակում հիմա քո հազարն է։ Այս խոսքերը Իսահակյանը ասել է երիտասարդ Վահան Տերյանին, այսինքն քո տիրապետության ժամանակը։ Առաջին գրքով, այո, առաջին գրքով Տերյանը նվաճեց այդ դիրքերը հայ պոեզիայի պատմության մեջ։ Տերյանին գնահատեցին ժամանակի անվանի քննադատները։ Նրանք նկատեցին, որ Վահան Տերյանը մեր գրականության անդաստանը մտավ մայր դարպասներով։ Հիշենք նաև, որ Իսահակյանի կարծիքով Տերյանը իր հայտությամբ գլխավորեց մեր լիրիկան։ Այս ինչպես են գնահատել։ Այսինչ արդար են եղել, իսկապես տերյանական շրջան է սկսվել 1908-ից։ Ահա սիրելի բարեկամներ, սա է հայ գրական ավանդույթը։ Այսպես են Հայաստանում դարձել ու ճանաչվել գրող։ Ահա այն չափանիշը, որով մեր դասականները ընտրել են իսկական գրողներին։ Facebook-յան լայքերը, հավանումներն ու մեկնաբանությունները ես չես դու ինձ սկզբունքով չափանիշ չեն։ Եվ Facebook-հայ գրականություն պարզապես գոյություն չունի։ Եթե չեք ուզում, ապա շնորհների ցանկում հայտնվել, լսեք Եղիշե Չարենցին։ Օհ, մի օրենք լիներ, զայրացած ասել է մի օր Չարենցը, որ այդ անտաղանդներին գրելը արգել էր։ Մեր հաղորդաշարը նոր դարը հավատարիմ իր ավանդույթին, իր սկզբունքներին միշտ փնտրում է նորանուններ, գրողներ, ովքեր երևույթ են դառնում արդի գրականության մեջ։ Այսօր ձեզ եմ ներկայացնում սփյուռքահայ գրող Ռուզան Վարդանյան Միրզոյանին եւ նրա բացառիկ պատմվածքը հողքու խճանակար գրքից։ Ասիրի բարեկամներ,
Այս գրքի մասին է խոսքը։ Ռուզան Միրզոյան Վարդանյան, հոգու խճանկար։ Այն պատմվածքը, որը ես եմ ձեզ ներկայացնում, խորապես հուզել է իմ հոգին, եւ հիմա դուք կհասկանաք ինչու։ Պատմվածքը սկսում է շատ խորհրդավոր մի տեսանով։ Գիշեր է, փոքրիկ հնգամյա Նանեն քնած է խաղաղ։ Մայրը անհանգիստ է սակայն, ականջ է դնում երեխայի շնչառությանը, մայրերը այդպես են։ Փառք Աստծո, շնչում է, ուրեմն քնած է, հանգստանում է մայրը, բայց հանկարծ ինչ-որ մի այլ ձայն լսվում է սենյակում։ Մեկը կանչում է նրան, մամա կանչում է։ Նանեի ձայնը չի, հասկանում է մայրը, ուրեմն ով է։ Արթնանում է մթության մեջ, տեսնում է մի փոքրիկ Նանեից 1 տարով մեծ, վտիտ մարմնով մի տղա, բայց այնքան հարազատ, ասեցիր զավակը լինի։ Մամ, ասում է երեխան, ուզում եմ քրոջս Նանեի հետ նույն մահճակալին քնել։ Եվ մայրը ճչում է։ Ինքը 1 երեխա ուներ, փոքրիկ դուստրը Նանեն, այսինչ է կատարվում իր հետ։ Իսկ այդ փոքրիկ տղան այդ ընթացքում մեծանում է մոր աչքի առաջ, մի ակնթարթում հասակ առնում, կանգնում է իբրև երիտասարդ, իր որդին 19 տարեկան, այնքան հարազատ, որ բարձր չգոռա, մայրը քերքերով փակեց բաց մնացած բերանը, որտեղ այդ երիտասարդը սկսեց խոսել։ Վախենում ես ինձնից, հա։ Իսկ 19 տարի առաջ ինչ էիր մտածում, երբ քո արգանդից ինձ դուրս շպրտելու որոշումը կայացրիր։ Դու մարդասպան ես, մամ։ Ուրեմն դու իմ տղան ես, հարցնում է մայրը խելագարված։ Երիտասարդը շարունակում է խոսել։ Կարծում եք դուք մայրերդ մարդ արարիչ եք, եթե ուզեք նոր կյանք կստեղծեք, ուզեք եղածը կվերացնեք, դուք ձեզ Աստծո տեղն եք դրել, դուք կարեկցանք խիղճ ունեք, այսպես խոսում է հարազատ մոր հետ որդին, որ այդպես էլ չի ծնվել։ Իսկ մայրը գլխահակ լսում է նրան ու վերհիշում, որ այդ քայլին դիմեց իր ընկերուհու հորդորով։ Շատ կարևոր հարց է բարձրացնում գրողը, ու ես շնորհակալ եմ սիրելի Ռուզաննա քեզ, որ այս կարևոր հարցը դրել ես ու այսօր հայ ժողովրդի համար այս կարևոր պահին։ Ախր ես ապրել էի ուզում, շարունակում է մոր առջև կանգնած 19-ամյա երիտասարդը։ Մայրը գրկել է նրան, հեկեկում է ու լացակումած շշնջում է. «Ներիր ինձ, խնդրում եմ, որդիս, ախ Աստված, ես ինչ եմ արել»։ Մեր առջև բացվում է կյանքի ողբերգական մի պատկեր, որտեղ կյանքը ընդհատել հնարավոր չէ, եւ զավակները շարունակում են ապրել ու մեծանալ անկախ մեր կամքից, եւ երեխան 19 տարի շարունակ բանից պարզվում է ապրել է մոր մեջ, իբրև լույս, ապրել է իբրև հոգի, որ մարմին չունի։ Պատկերացնում եք, ինչպես ինքն է պատում, մասնակցել է անգամ 44-օրյա պատերազմին, որտեղ զոհվել են իր ընկերները, տեսեք թե ինչպես ամբողջ դասակ, ամբողջ ջոկատը, այդ ջահելները բոլորը զոհեցին իրենց կյանքը։ Մամ, ես հիշում եմ, ոնց էին ընկնում այդ տղերքը։ Դասակից ոչ ոք կենդանի չմնաց, իմ ընկերները բոլորը զոհվեցին, մամ։ Եվ կրկին երկինք սրանալուց առաջ որդին դիմում է մորը. Մայր, աղաչում եմ, խոսքս փոխանցիր աշխարհի բոլոր մայրերին, լսեցեք դուք բոլորդ, ինչու եք կարծում, թե մենք այնքան փոքր ենք, որ ոչինչ չենք զգում, մենք նույնիսկ այդ պահին արդեն հոգի ունենք եւ ապրելու իրավունք, մի սպանեք մեզ, մենք ծնվել ենք, մենք ապրել ենք ուզում։ Այո, սա շատ կարևոր հարց է եւ շնորհակալություն տաղանդավոր գրողին Ռուզան Միրզոյանին այս հարցը բարձրացնելու համար, որտեղ հատկապես այս օրերին, այս տարիներին, այս շրջանում առհասարակ ինչքան հեշտությամբ են ծնողները հրաժարվում հատկապես աղջիկ երեխեքից, մոռանալով որ աղջիկները վաղը դառնալու են մի Ալիսիա Կիրակոսյան, մի Մարո Մարկարյան, զենք առած սահման են պաշտպանելու մեր աղջիկները։ Ահա թե ինչ կարևոր հարց է բարձրացնում արդի գրականությունը։ Այս հրաշալի պատմվածքը տաղանդավոր հեղինակը Ռուզան Միրզոյանը ավարտում է բացառիկ տպավորիչ մի պատկերով,
Հանկարծ սենյակը սկսեց մթնել, լուսամի գունդ պտտվեց սենյակում ու վերջին անգամ քնքշանքով ժպտաց հայրենական տան պատերին իր փոքրիկ քրոջը Նանեին ու կարոտը իր սրտում, բայց խիստ դառնացած այս դաժան ունենք աշխարից երկինք սլացավ։ Ինձ կներես, ճչաց մոր մեղավոր լռությունն ու կորավ խավարում։ Ովքեր սիրեցին այս պատմվածքը, ովքեր հետարքին այս գրողի ստեղծագործությամբ, Ռուզան Միրզոյան, հոգու խճանկար, կարող են դիմել մեր հաղորդաշարին։ Մենք ձեզ սիրով կնվիրենք այս գրքից օրինակներ, որպեսզի դուք ծանոթանաք ժամանակակից լավագույն գրականությանը։ Օգոստոսի 1-ին Արմավիր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ համաշխարհային գրականության ամենախորհրդավոր հանճարներից մեկի Նոբելյան մրցանակակիր Հերման Հեսեի կյանքին ու գործունեությանը նվիրված քննարկում։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին գրականագետ, թարգմանիչ Արա Արաքելյանը, ում շնորհիվ հանճարի միտքը հնչում է մեր մայրենի լեզվով, բանաստեղծուհի, Հայքի ձայն թերթի գլխավոր խմբագիր, համահայկական գրողնեության անդամ Սուսաննա Ղազարյանը, ովքեր գրականագիտական ու բանաստեղծական հայացքով օգնեցին վերլուծել Հեսեի կյանքի դրամատիկ էջերը, նրա ստեղծագործական ուղին եւ այն մնայուն արժեքը, որ նա թողել է համաշխարհային մշակույթի պատմության մեջ։ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցու խմբավար եւ մեներկիչ, Արմավիրի արվեստի պետական քոլեջի բաժնի վարիչ, երաժիշտ Արմեն Ավետիսյանը խոսեց այն մասին, թե որտեղ է ավանդական աստվածաբանությունը հատվում Հեսեի անհետական եւ հոգեվոր փնտրտուքների հետ եւ ինչպես է հեղինակը վերաիմաստավորում հավատքի եւ մեղքի գաղափարները։ Արմավիրի մշակույթի տան տնօրեն, անգլերեն դասախոս եւ հոգեբան Բերինե Պետրոսյանը օգնեց ներթափանցել Հեսեի հերոսների ներաշխար, հասկանալ նրա ներքին երկությունն ու գիտակցության գաղտնարանները։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի որոշումը, որով Արմավիրի մշակույթի տունը ճանաչվել է տարվա լավագույն մշակութային կազմակերպություն։ Սա մեծ պատիվ ու պատասխանատվություն է, իսկապես արժանանալ նման բարձր գնահատականի։ Այս տիտղոսը վկայում է մշակութային արժեքների հանրահրաշակման ուղղությամբ տարվող լուրջ աշխատանքների արդյունավետության մասին։